Ատելության խոսք, հայհոյախոսություն, վիրավորանքի ու զրպարտության լայն տարածում։ Ինչ է կատարվում սոցհարթակներում և մեդիա դաշտում, ինչու է լրատվական դաշտի խիստ բևեռացումը համարվում մեդիա ոլորտի ամենալուրջ խնդիրը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն է մեկնաբանում։ Մասնավոր հեռուստաընկերությունների առհասարակ լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը ցավոք ասոցացվում են այս կամ այն քաղաքական ուժի հետ եւ սպասարկում են առաջին հերթին քաղաքական շահեր, իսկ հանրային շահը այսպես մղվում է երկրորդ, երրորդ պլան։ Եվ հասարակությունը փաստորեն ականատես է դառնում ներքին ինֆորմացիոն պատերազմի տարբեր քաղաքական ուժերի հետ։ Ըստ Մելիքյանի, սպասվելիք խորհրդարանական ընտրություններում իրավիճակը միանշանակ ավելի է սրվելու։ Կոչ են անում եւ քաղաքական ուժերին, եւ իրենց հետ ասոցացվող լրատվամիջոցներին, եւ որակյալ լրատվամիջոցներին ցուցաբերել պրոֆեսիոնալ մոտեցում, հարազատ մնալ մասնագիտական էթիկայի նորմերին։ Միջազգային կազմակերպությունների գնահատմամբ Հայաստանն ի տարբերություն հարևան երկրների խոսքի ազատության տեսանկյունից բավականին լավ դիրքերում է։ 2025-ին 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ տեղը։ Աշոտ Մելիքյանի խոսքով մեր երկիրն առանձնանում է նաև սոցհարթակներից ազատ օգտվելու հանգամանքով։ Թեև արձանագրված փաստերի Հայաստանը խոսքի ազատության առումով շահեկան դիրքերում է, այնուհանդերձ խոսքի ազատության չարաշահման բազմաթիվ դեպքեր են արձանագրվում։ Մելիքյանն առաջին հերթին հողում է անում լրագրողներին, կոչ անում պահպանել էթիկայի կանոնները։ Ես կոչ կանեի, որպեսզի հասարակությունը դա չվերագրեր խոսքի ազատությանը։ Այդ պարագայում լրագրողը խախտել է խոսքի ազատության եւ լրագրողական էթիկայի նորմերը։ Եվ ինքը նույնքան պատասխանատու է, ինչպես եւ ցանկացած քաղաքացի օրենքի առջեւ։ Դու լրագրողական կրթություն ունես։ Անդրադառնալով լրագրողների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերին, ԽԱՊԿ նախագահը նշեց 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին գրանցվել է 1 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բռնության դեպքերի նվազում է նկատվել։ Հասարակության շրջանում կարծրացած կարծիք կա, թե ազատ արտահայտվելու համար մարդկանց ձերբակալում են։ Հարցին Մելիքյանն այսպես է պատասխանում։ Երբ ասում են, որ խոսքի համար տանում փակում են, այդ մարդիկ պետք է հաշվի առնեն, թե ինչ խոսք է դա եղել։ Երբ եթերում ուղիղ հայհոյախոսություն է հնչում, դա որևէ կապ եւ առնչություն չունի խոսքի ազատության հետ։ Այդպիսի մարդկանց տեղը իհարկե եթերում չէ եւ նույնիսկ հասարակության մեջ ազատության մեջ չէ։ Որտեղ է ավարտվում խոսքի ազատությունը եւ որտեղ սկսվում պատասխանատվությունը։ Արդյոք մեր համաքաղաքացիները վստահ են, որ մեր երկրում կա խոսքի ազատություն եւ այն չի սահմանափակվում, կպարզենք հարցումների ընթացքում։ Ինչ է կարծում, մեր երկրում կա խոսքի ազատություն։ Այո, խոսքի ազատություն չկա Հայաստանում։ Ամեն օր մի բան է լինում։ Ով ուզում է խոսի, փակում են։ Ճիշտն ասած չեմ կարող այդ հարցին պատասխանեմ, որտեվ ես ոչ մի նորմալ բան չեմ տեսնում մեր երկրում։ Ոչինչ չեմ տեսնում, ավելի ճիշտ այնց կարամ ասեմ։ Ազատությունը տվեցին մեր երկրին, ոչ թե ինչ-որ խոսալու համար տվեցին, ոնց որ ինձ թվում է, որ ամեն մեկը իր հերթին ուզում է ղեկավարած լինի։ Աթոռի կռիվ են տալիս ժողովրդին չնայելով, որ ինչ կարա լինի ժողովրդի վիճակ իրանց աթոռի կռվի համար։ Չեմ կարող ասել։ Այո, իհարկե։ Չի սահմանափակվում։ Ոչ։ Մարդ տեսակից է, եթե չի վախենում ոչ մի բանից, կարտահայտվի ինչ որ մտածում է։ Թեև խոսքի ազատության սահմանների շուրջ քննարկումները միշտ ավարտվում են վեճերով ու անհամաձայնությամբ, այնուամենայնիվ պետք է հիշել, ազատությունը չպետք է շփոթել ամենաթողության հետ։ Հասմիկ Ֆահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։